Շարունակում ենք ծրագիրը բարեկամներ եւ ինչպես խոստացել էինք հաղորդման այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո, բարի երեկո։ Արմեն, այսինքն իսկ մեզ մոտ երեկոյա, ձեզ մոտ այո, դե 12 գրեթե 11 ժամվա տարբերություն ունենք, այո։ Կամ ձեզ մոտ օրը վերջանում է, մեզ մոտ նորա սկսում դե։ Հետարքիր ուրեմն զարգացում կա Միացյալ Նահանգներ Ուկրաինա հարաբերություններում, ուրեմն ասեմ մեջբերում եմ Զելենսկին փորձում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից եւ եթե դուրս գա խնդիրներ կունենա, մեծ խնդիրներ ասել է Թրամփը։ Հիմա հետարքիր էր, ես մինչև հիմա կոնկրետ չգիտեի թե ինչ այդ որ ասում են պայմանագիր հանածոների մասին, թե ինչ նկատի ունեն։ Ուրեմն ինչ է ստացվում։ Միացյալ Նահանգները ձգտում է վերահսկել բոլոր ապագա ներդրումները Ուկրաինայի ենթակառուցվածքներում եւ հանքային ռեսուրսներում եւ եթե համաձայնագիրը ստորագրվի Միացյալ Նահանգները հսկայական լիազորություններ կստանա վերահսկելու ներդրումները ճանապարհների, երկաթուղու, նավահանգիստների, հանքերի, նավթի, գազի եւ կարեւոր օգտակար հանածոների արդյունահանման նախագծում։ Արմեն, դե որ երկրի ղեկավարը կստորագրի նման բան ղազագիր ասենք, որտեղ ստացվում է ոնց որ գրավում է, չէ, Ուկրաինան առանց զենքի, առանց բանի, եթե այս բոլորը ասեն այո, ապա Ուկրաինան պատկանում է փաստորեն Միացյալ Նահանգներին, այդպես չի ստացվում Արմեն։ Այդ հենց այդպես է ստացվում։ Ու հենց այդպես էլ Դոնալդ Թրամփը ցանկանում։ Եվ գիտեք ինչ, Ուկրաինան նեղ վիճակում է, չէ, այդքան ինքը հասկանում է դա, որ առանց իր օգնության չի կարող եւ ինչ պայմաններ է դնում, այսինքն ես չգիտեմ ինչ ա լինելու սրա վերջը Արմեն, ինչ ես կարծում։ Տեսեք, եվրոպական առաջնորդները վերջերս հավաք ունեցան, Զելենսկին գոհ էր այդ հավաքից, եւ ես ենթադրում եմ, որ այդուամենայնիվ Զելենսկին խորհրդակցում է եվրոպական առաջնորդների հետ եւ համաձայնեցված են քայլեր անում, բայց այստեղ խնդիրը ինչումն է։ Մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը փորձում է Ուկրաինայի վզին կապել ինչ որ գոյություն չունեցող 350 միլիարդ դոլար, որը իրականում մենք գիտենք, որ պարոն Զելենսկին ասել է, որ այդ թիվը Ուկրաինայի համար կազմել է մոտ 80 միլիարդ դոլար։ Իսկ Ուկրաինան ստացել է այդքան։ Մնացած գումարից ինքը տեղյակ չի։ Ընդհանուր հաշվարկով տարբեր թվեր են խոսում, թե ինչքան է ստացել իրականում։ Իրականում խոսում են 120-ից, այսինքն ինչքան է Միացյալ Նահանգները իրականում հատկացրել 120-ից 180 միլիարդ դոլարի մասին։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Այդ գումարը, որը երբևիցե չի ձևակերպվել որպես պարտք, փորձում են Թրամփը փորձում է վերաձևակերպել, որը եղել է նվիրատվություն, ճիշտ է։ Թրամփը փորձում է ձևակերպել որպես պարտք, այսինքն արդեն տրվածը նվիրվածը փորձում է ձևակերպել որպես պարտք, եւ դրա պատճառաբանությամբ էլ փորձում է վերցնել ինչ որ կարող է, այսինքն դա ահռելի գումարների մասին է խոսքը։ Եվ մի բան էլ վրայից ավելացնում է։ Իսկ Զելենսկին հայտարարեց, որ ինքը երբեք չի ճանաչի Ամերիկայի կողմից փոխանցված միջև այս պահը գումարները որպես պարտք։ Այսինքն ինքը սա նշանակում է, որ ինքը համաձայն է ինչ որ գործարք կնքել, որի արդյունքում հետագայում տրվող օգնությունը կամ Թրամփի ադմինիստրացիայի տրվող յուրաքանչյուր օգնություն ինքը պատրաստ է վերադարձնել գումարը, պատրաստ է դրա դիմաց տալ, հա, եւ այլ եւ այլ։ Եվ ամբողջ խնդիրը սա է, որ հիմա Զելենսկին փորձում է ուրեմն բերել կոնստրուկտիվ դաշտ։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք, որ Թրամփը շանտաժ է անում, նաև ինչով։ Երևի տեսել եք, որ լուրեր են տարածում, որ նման մի գործարք Թրամփը փորձում է համաձայնացնել Վլադիմիր Պուտինի հետ։ Այո, Ռուսաստանի հետ։ Այո։ Բայց իրականում մենք հասկանում ենք, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, եւ Թրամփի քաղաքականությունը իդեպ ասեմ, արտաքին, եթե ներքին քաղաքականությունը, իդեպ ես մինչև այս պահը երևի 3 թե 3 4-րդ եմ հետաքրքրվել, երևի ձվերը նույն ձվերի խնդիրը նույն խանութներում կա, այսինքն ոչ մի գնանկում տեղի չի ունեցել, կյանքը ավելի բարդ է։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Ապրիլի 2-ից տարիֆները բոլորի համար աշխատելու են, ճիշտ է։ Չինաստանից հայտարարություն են արել, որ տարիֆների դեմ Չինաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան կպատասխանեն միասնաբար։ Դուք հասկանում եք ուր է հասցնում Թրամփը։ Այսինքն ինքը տեխնիկապես միացեց այդ երկրները իրար։
բարեկամացրեց այդ երկրներին Այո։ պայքարելու ընդհանուր Այո։ թշնամու դեմ։ Հա Արմեն, բայց ուրիշ ինչ կարելի էր ենթադրել, որ բոլորը պիտի խելոք ասեն, լավ, ինչքան ուզում ես վերցրու, բան չէր որ պիտի կոալիցիա կազմեին ու պայքարեին հրեշի դեմ, չէ՞, այսպես ասենք, առևտրական գոնե իմաստով։ Վերջերս Մակրոնը հայտարարեց, որ եթե չեմ սխալվում Մակրոնն էր, որ Չինաստանը կարող է լրջագույն դերակատարություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման հարցում։ Դուք հասկանում եք ուր է դա, այսինքն այն արդյունքը, որ պետք է ստանար Տրամպը, հիմա բոլորովին հակառակը, այսինքն այն ինչ որ հիշում եք, մենք այդ տարբերակները քննարկել էինք, որ այդ նույն այս շանտաժի պարագայում Չինաստանը կարող է դառնալ դոմի, այսինքն նույն եվրոպական երկրներին կարող է հասցնել այն վիճակի, որ ուղիղ գնան նետվեն Չինաստանի գիրկը անջարությունից, հա։ Եվ հիմա սա մեծ ապտակ էր, երբ որ Հարավային Կորեան, այսինքն դուք հասկանում եք, իրանք կոալիցիա էին ձևավորել այնտեղ Հարավային Կորեա, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա, ընդ որում Նոր Զելանդիան, Ավստրալիան իրենց 5 աչքի, ասենք, որ անդամներն են, հա, հետախուզական եւ այլն։ Բայց հիմա այս իրավիճակում Չինաստանը միավորվում է Ճապոնիայի եւ Իհարկե այդ հայտարարությունը եկել է Չինաստանից, ես առաջարկում եմ այս հարցով շատ չշտապել, բայց ես չեմ կարծում, որ Չինաստանը համենայնպես մի քիչ դժվար է թվում, որ Ճապոնիա եւ Հարավային Կորեայի անունից այդպիսի հայտարարություն տար առանց համաձայնեցնելու։ Հիմա ապրիլի 2-ը 1-2 օր է մնացել, մենք հասկանանք, տեսնենք տարիֆների բարձրացումից հետո ինչ պատասխան են գալու եւ գումարած այս արտաքին քաղաքական ոլորտում ըստ էության Տրամպը սկսում է վտանգավոր զարգացումներ ստանալ։ Հատկապես այս իրավիճակը չնպաստեց նաեւ վերջին խայտարակ սկանդալը, գիտեք, տեղի ունեցավ, որը բավականին աղմուկ հանեց։ Մենք այս մասում չենք հասցնի եւս մի հետաքրքիր բան կուզեմ ասել, իրականում որ Պուտինն էլ արդեն մի ակնարկա, որ Պուտինն էլ արդեն բացահայտ մերժում է Տրամպին, դա կշարունակենք արդեն դադարից հետո։ Արմեն, եւ հետաքրքիր է, հիմա ինչ ասեց, դե Ռուսաստանի դեմ էլ ասեց պատժամիջոցներ կիրառեմ, եթե շարունակի, այո, այդ մասին է ուզում խոսել, այո։ Բայց ոնց կարելի է մի զենքով ամբողջ աշխարհին վախեցնել, պատժամիջոց, չգիտեմ, ինչև է լավ, ընդհատվենք գովազդով բարեկամներ, կվերադառնանք ու շարունակենք զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխյանի հետ։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am։ Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխյանի հետ։ Արմեն, խոսում էինք Թրամփի արտաքին քաղաքականությունից, ավելացնելու բան ունես։ Միայն այն, որ դուք էլ նշեցիք վերջում, ուրեմն NBC հեռուստաընկերության հաղորդավարը ուրեմն հայտնել է, ուրեմն իդեպ հետաքրքիր բան է ասվել, որ իբր թե Թրամփն է զանգահարել եւ ուրեմն լրագրողին եւ տեղեկացրել ուրեմն բանակցությունների հետ կապված այդպիսի խառը խոսակցություններ են գալիս, խառը աղմուկներ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց այսպիսի արդյունքում ինչ է ստացվում, շատ տարածվել է, որ Տրամպը ասել է ենթադրաբար, այդպես է փոխանցում NBC-ին, որ եթե պարզվի, որ Պուտինը չի ուզում խաղաղություն, ինքը կսահմանի, ինքը ու հատուկ շեշտում է, ինքը դեռ այդպես չի կարծում, բայց եթե պարզվի, որ Պուտինը չի ուզում խաղաղություն, ինքը խստագույն երկրորդական ինչ-որ շուկաներով, չգիտեմ, ամբողջական պատժամիջոցներ կսահմանի, հատկապես ռուսական նավթի հետ կապված։ Հիմա իրավիճակը հետեւյալն է, այսինքն այդտեղ ուզում եմ ավելացնել Արմեն, այդ նավթի հետ կապված այսպես է ինքը ասում, որ ցանկացած մեկը որ Ռուսաստանից նավթ գնեց, դա արդեն չի կարող Ամերիկայի հետ առևտուր անել, այդ տեսակ պատժամիջոցներ։ 50% տարիֆ կստանա, այո, հարկ կավելանա ամերիկյան շուկայում, ուրեմն բանի հետ կապված։ Հիմա իրավիճակը հետեւյալն է, այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է,
որան Պուտինը չի համաձայնվում, Ահա։ այսինքն իր պայմաններն Համ Ուկրաինան չի համաձայնվում։ Համ Ուկրաինան չի համաձայնվում, ուրեմն ընդ որում Ռուսաստանը հայտարարեց, կարծեմ երեկ էր հայտարարեց, որ անհնար է Ուկրաինայի հետ պայմանավորել, այսինքն դրանով ինքը մերժում է Տրամպի պլանը։ Իդեպ Ուկրաինան կողմ է հրադադարին, բայց պատճառը Ուկրաինային դարձնելու, Ուկրաինային այո, եւ օրինակ քիչ առաջ ես կարդացի, որ նորից մանկապարտեզների են հարվածել Ուկրաինայում, որը պետքա չլիներ, հա, ըստ Պուտինեն 18-ի մարտի 18-ից իբր թե հրադադարա։ Այդ այսինքն այդ քաղաքացիական եւ էներգետիկ, չգիտեմ ինչ որ եւ այլ։ Բայց ինքը չի պահում, ինքը լկտիաբար շարունակում է անել, դրանով ցույց տալով, որ Տրամպի խոսք ու կարծիքը իր համար արժեք չունի։ Հիմա տեսնենք ում է ճնշելու Տրամպը այս իրավիճակում։ Տեսնենք հələ կպատի Պուտինի վրա, թե կշարունակի ուրեմն ճնշել Ուկրաինային։ Արմեն, ես մտածում եի անցյալ օրը Տրամփի շրջապատում, ամենամոտիկ շրջապատում Սպիտակ տանը պրոֆեսիոնալ դիվանագետ կա։ Ես կարծում եմ, որ Մայքլ Վորսն ու Մայք Ռուբիոն, բայց միայն Մայք Ռուբիոն, այո, որ կոնգրեսական էր։ Այո։ Մնացածը իմ կարծիքով ուղղակի բիզնեսմեններ են մեծահարուստ, առանց քաղաքական փորձի։ Այո, Ստիվ Վիտկոֆը ընդհանրապես բիզնեսմեն է մեծահարուստ, բայց ամենայն անկեղծությամբ կամ նրանք իրենց սկզբունքներին դավաճանել են խստակույն ձևով, բայց մեծ հաշվով սիգնալի այդ քննարկումը չաթի, այնքան ոչ պրոֆեսիոնալ էր։ Այո, դիլետանտիզմը երևաց։ Այո, եւ նույն Մարկո Ռուբիոն այնտեղ մտել կոմենտներ է թողել։ Եւ սա արդեն ինձ լրջագույն մտահոգություն, այսինքն մտահոգվելի լուրջ տեղիք է տալիս այս իմաստով։ Եվ հա մի բան էլ որ Թրամփը հետաքրքրաբար մի քանի տարի առաջ հիշում եք որ չգիտեր որ Ֆինլանդիան անկախ երկիր է, նախորդ իր ժամկետի ժամանակ։ Ինքը մտածում էր որ դա Ռուսաստանի մաս է։ Եվ հիմա Փարքաստու գիտի որ Ֆինլանդիան եւ ընդունել է Ֆինլանդիայի նախագահային Ստուբին եւ նրանք գոլֆ են խաղացել եւ չգիտեմ հուսանք որ Ստուբը գոլֆի միջոցով կամ գոլֆի ընթացքում այնտեղ խոսել են Ուկրաինայից տարբեր բաներից հուսով եմ կարողացել է Արմեն մենք իհարկե խոսենք Շտայնմայերի այցելության մասին Հայաստան բայց մինչև այդ ուզում եմ մի բան ասել Ավստրալիայի նոր վարչապետի պատասխանը Թրամփին ոնց էր ինչ գնահատեցիր այդ բավոր ասեց էլ այլևս նույնը չեն լինի հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ Կանադայի վարչապետի դիրքորոշումը, այսինքն ընդ որում հետաքրքրական է, որ բոլորի վարկանիշը բարձրացել է։ Տրուդոյի կուսակցության ներկայացուցիչներ, չէ Քարնին շանս չուներ ընտրվելու, որովհետև ընդդիմադիրները աչերը այսօր Կանադայում ավելի պոպուլյար են, բայց կտրուկ, ով որ հիմա Տրամփին ընդդիմանում է Եվրոպայում, Ավստրալիայում, բոլորի վարկանիշը բարձրանում է։ Գրենլանդիայում բոլոր տեղերը։ Շատ հետաքրքիր տենդենս է, շատ հետաքրքիր տենդենս է։ Գերմանիայի նախագահան երեք այցելեց Հայաստան, այսօր Հայաստանում է, վաղը գնալու է Ադրբեջան։ Ես Արմեն ինչքան նկատել եմ, եթե ճիշտ եմ հիշում, նման բարձրաստիճան պաշտոնյաները սկզբից Բաքու էին նախ այցելում, հետո նոր Հայաստան։ Հիմա ինչ եղավ, որ ինքը նախ Հայաստանը, ինչ ես կարծում, հետո նոր վաղը պիտի մեկնի Բաքու բանակցությունների նորից։ Սա ինչ որ բանի մասին խոսում է թե Ես չեմ բացառում որ եթե դե մենք միանշանակ չենք կարող ասել որ դա տենդենս է գուցե հակառակն է եղել որ այցել են Հայաստան հետո Բաքու բայց այստեղ մի բան կուզեմ ասել չի բացառվում որ Բաքվից հետո նորից այցելի Երևան եթե ինչ որ առաքելություն ունի Եթե ինչ որ առաքելություն ունի եւ պետքա մի բան հասկանալ մենք հիմա գիտենք որ Գերմանիայում նոր վարչակազմ է ձևավորվում այսինքն նոր կառավարություն է ձևավորվում ուրեմն կոալիցիա է փորձում ձևավորել Ֆրիդրիխ Մերցը եւ այս իմաստով մենք հետարքիր այսինքն Գերմանիա ֆիգուր որպես այդպեսին Շտայնմայերը այնպես լուրջ ֆիգուր չէ բայց պետք է հասկանալ ում ինչ առաքելությամբ է նա գալի ով է իրեն պատվիրակել այդ առաքելությունը որտեվ բաներ կան ներքին խոհանոցում մենք չգիտենք գուցե օրինակ Մակրոնն է խոսել չգիտեմ Մերցի հետ եւ որոշել են որ պետքա մի Ստարմերի հետ Ուկրաինայի հարցերը քննարկելուց գուցե այդպիսի որոշում են կայացրել որ մի հատ Հայաստանի հարցով էլ այդպիսի պատվիրակ ուղարկեն որ հետաքրքրվի այսինքն մենք չգիտենք Շտայնմայերը ուղակի այսպես իր նախաձեռնությամբ է եկել այս հարցով խոսում թե շատ ավելի լուրջ ուրեմն պետությունների այսինքն մի քանի պետություն է ներկայացնում Եվրամիությունն է ներկայացնում մենք չենք կարող սա ասել էլի որովհետև մեծ հաշվով Շտայնմայերը այդուամենայնիվ Գերմանիայում շատ ավելի խորհրդանշական ֆիգուր է, այսինքն դե ոնց որ մեր նախագահը մոտավորապես էլի։ Այո։
Եվ այդուամենայնիվ ինքը մի փոքր ավելի պրոհայկական սիգնալ, այսինքն հասկացրեց, որ Հայաստանը ամեն ինչ արել է, Ադրբեջանն է մնում թերահավատ եւ Ադրբեջանը պետքա թերահավատ չլինի այս հարցում։ Բայց ես մեծ սպասելիքներ չունեմ, որովհետեւ դուք տեսաք նորից Սյունիքի վրա կրակել են։ Հիշում եք սկզբից ասում էին, որ չեն կրակում, հետո ընդունեցինք, որ կրակում են, այսինքն մենք անդադ մերժում էինք, բայց ասում ենք չէ, իրենք հետո ընդունեցինք, որ կրակում ենք, բայց օդ կամ չգիտեմ ուրիշ տեղ մեր վրա չէ։ Հիմա գործասավ նրան, որ արդեն Պաշտպանության նախարարությունը Հայաստանի կրկին հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը եւ խոստովանեց, որ կրակել են արդեն գիտեք բնակելի տուն է վնասվել եւ սա խայտարակություն է։ Եվ մենք տեսնում ենք, որ իրավիճակը գնալով լարվում է։ Եվ Արմեն, դա հենց տեղի ունենում Շտանմայերի այցի ժամանակ, այսինքն մեսիջը, այսինքն իդեպ շատ ճիշտ եք նկատում, ես չեմ ուզում շտապել ասել, իդեպ, բայց քանի որ դուք ասացիք, այո, սա կարող է դիտարկվել, որ այսինքն Շտայնմայերին եւ այս օրերին էլ հասկացնում են, որ գուցե որ մենք խոսելու բան չունենք, հա, մոտավորապես այս իմաստով։ Եվ շատ դիպուկ նկատառում էր իդեպ, այո, այդպիսի բաները միշտ հաշվի են առնում, եթե կա պատվիրակություն Հայաստանում կամ պետքա գնա Ադրբեջան, սովորաբար դա հարգանքի նշան է կամ պատրաստակամության դրսևորում, բայց մենք տեսնում ենք Ադրբեջանի պատասխանը ցավոք սրտի։ Լավ, շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Սիրելիներ, այսքանը այսօրվա համար, կհանդիպենք վաղը, միշտ տեսություն։